Միացյալ Նահանգներն անհապաղ կվերականգնի Ուկրաինային ռազմական օգնության հատկացման գործընթացը, իսկ Ուկրաինան ընդունել է Ռուսաստանի հետ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ առաջարկը։ Այս մասին նշված է Սաուդյան Արաբիայում ամերիկյան ու ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների արդյունքներով տարածված համատեղ հայտարարության մեջ։ Բացի այդ, ԱՄՆ-ն անհապաղ կվերսկսի Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։ ԱՄՆ-ն Մոսկվային կտեղեկացնի, որ Ռուսաստանի կողմից փոխադարձությունն է խաղաղության հասնելու բանալին ասված է հայտարարության մեջ։ Պատվիրակությունները նաև քննարկել են Կիևի ու Մոսկվայի միջև ռազմագերիների փոխանակման եւ բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցը։ ԱՄՆ-ն պարտավորվել է այս հարցերը քննարկել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում կողմերը նաև պայմանավորվել են հնարավորինս շուտ համաձայնագիր ստորագրել ուկրաինական օգտակար հանածոների համատեղ արդյունահանման մասին։ Financial Times-ի տվյալներով բանակցությունների շարունակություն չի նախատեսվում, ինչպես ավելի վաղ էր հայտարարվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պատվիրակներն Ուկրաինայի հարցով այսօր կամ վաղը կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, հուսանք, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադարի ծրագրին, որը մշակվել է ԱՄՆ եւ Ուկրաինայի պաշտոնյաների կողմից, հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Զելենսկուն նորից կհրավիրի Սպիտակ տուն։ Դոնալդ Թրամփը ասել է, որ այս շաբաթ կխոսի Պուտինի հետ տանգոյի համար երկուսն են պետք։ Նա նաև առաջիկա օրերին ամբողջական հրադադարի հույս է հայտնել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 11-ին Փարիզում հավաքված 30 երկրների գլխավոր շտաբների պետերին կոչ արել ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքներ սահմանող պլանի մշակմանը։ Նաև հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցները համակարծիք են, որ անվտանգության երաշխիքները չպետք է տարանջատվեն ՆԱՏՕ-ից եւ նրա հնարավորություններից։ Ուկրաինայում ապագա խաղաղությունը երաշխավորելու պատրաստ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջազգային խորհրդակցությունը տեղի է ունեցել Մակրոնի նախաձեռնությամբ։ Պակիստանի անվտանգության ուժերը փրկել են 155 ուղևորի, որոնց գնացքում պատանդ էին պահում անջատողական Բելուջիստան ազատագրման բանակ ծայրահեղական խմբավորման զինյալները։ Երկրի կառավարությունը հայտնել է, որ գործողությունն ընթացքի մեջ է եւ տասնյակ մարդիկ դեռ պատանդ են պահվում։ Մարտի 11-ին զինյալները պայթեցրել էին երկաթգիծը, գրակ բացել գնացքի վրա։ Բելուջիստանի ազատագրման բանակ խմբավորումը սպառնացել է սպանել պատանդներին, եթե 48 ժամվա ընթացքում ազատ չարձակվեն բելուջ քաղբանտարկյալները, ակտիվիստները եւ անհետ կորածները, որոնք զինյալների պնդմամբ առևանգվել են Պակիստանի զինվորականների կողմից։ Գնացքի վրա հարձակման մեջ ներգրավված զինյալների թիվը հայտնի չէ, սակայն անվտանգության ուժերը մարտի 12-ին հայտնել են, որ սպանել են արդեն 27 զինյալի։ Զինյալները հայտնել են, որ պատանդ են վերցրել 214 մարդու, իսկ անվտանգության աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է, որ հարձակման ենթարկվելու պահին գնացքում եղել է 425 ուղևոր։ Ռուսական կողմը բալիստիկ հրթիռներով հարվածել է Օդեսայի նավահանգստին, հարվածի հետևանքով Ալժիր մեկնող ցորենով բեռնված նավի անձնակազմի 4 անդամ զոհվել են, ևս մեկը վիրավորվել։ Նավը բեռնված է եղել 30,000 տոննա հացահատիկով, անձնակազմի զոհված անդամներից 3-ը սիրիացի են, մեկը ուկրաինացի։